դեկտեմբերի 17-ն է։ Մեկ օր առաջ Կոտայքի մարզի Պտղնի բնակավայրի 13-րդ փողոցում ենք, որտեղից խնդրանքով դիմել էինք Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին, իդեպ քաղաքապետին դիմողների մեջ էր նաև դեռ սովետական տարիներից հայտնի մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանը եւ խնդրել էինք, որպեսզի այս փողոցում նույնպես LED լույսերով արտաքին լուսավորման խնդիրը լուծվի, քանի որ բնակիչների թիվը անցնում է մոտ 160 տուն եւ եթե մյուս փողոցներում արտաքին լուսավորությունը Էդուարդ Բաբայանի եւ նրա թիմի կողմից իրականացվել էր, սա կարծես թե մնացել էր հետին պլանում։ Երեք արդեն խնդրանքով դիմել էինք եւ այսօր արդեն տեսնում եք Աբովյանի քաղաքապետարանի որ բաժինն է աղբեր կոմունալ բաժնի ծառայողները արդեն աշխատակիցները եկել են, LED լույսերը բերել են, 3-ը տեղադրել են, մնացածը նույնպես տեղադրում են։ Հիմա այն որ ասում է մարդիկ տեսել են ու 100% արդեն վստահ են, որ մյուս տարի ինձ այդպես տեղեկություն է հասել, որ քաղաքապետը ոնց է ժողովրդի լեզվով ասած վիզ է դնում, որպեսզի նաև ասֆալտապատման աշխատանքները կատարվի։ Հիմա չի արվում ասֆալտապատում, քանի որ Գազպրոմն էր, գազ էր, ինչ է անցկացնում ժողովուրդ, գազ էր անցկացնում Բորշ գյուղի համար, համայնքի համար։ Հիմա հավատանք, որ մյուս տարի էլ ասֆալտապատման խնդիրները կլուծվի, կասֆալտապատվի ճանապարհները, քանի որ եղել են դեպքեր, երբ մարդ է մահացել, մանավանդ ձմռանը սառած ճանապարհների պատճառով շտապ օգնությունը չի կարողացել մոտենալ պացիենտին եւ բնակիչները բժիշկների հետ վիրավորին պատգարակով մոտ կես կիլոմետր, մի կիլոմետր մոտեցել են շտապ օգնության ավտոմեքենային։ Իսկ եթե ասֆալտապատումը լինի, էլ դրա կարիքը չի լինի։ Նաեւ այս հատվածում կա ջրի խնդիր, գաղտնիք չէ, որ վիոլա ջուրը այս ազգի փուշն է դառել, այն որ ես որ մեկ-մեկ գնում եմ վիոլա ջրի թերությունները լուսաբանելու, շատերը ասում են ոնց որ հայտնի հեքիաթի 7 գլխանի հրեշը լինի վիոլա ջուրը, նստում է ջրի պռնկին ու ասում մինչև մի հատ աղջիկ չբերեք, ջուր չեմ տա։ Հիմա դե ինչքան ժամանակա ջուր չկա։ Չի եղել։ Մի խոսքով կարամ վստահ ասեմ, նոյի ժամանակներից այստեղ ջուր չի եղել։ Էսա LED լույսերն են, ժողովուրդ ջան, տեսեք, նոր ավելի որակով ու լույսերը ավելի լավ են տալիս։ Սրա լուսավորությունը ուժեղա, չէ՞։ Բնակիչները անկեղծ ասած շնորհակալություն են հայտնում քաղաքապետին, Էդուարդ Բաբայանին իր թիմին։ Էս էլ նույնիսկ ընդեղ է, չէ՞ տեղադրում, այն վերևը, չէ՞։ Ինչ լավ կլինի, որ ասֆալտապատումն էլ արվի։ Իդեպ, Աբովյան խոշորացած համայնքը օրորի ծաղկում է, օրորի բարգավաճում է եւ դա առաջին հերթին կառավարության հետ համագործակցության, մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում։ Կառավարությունը ես տեղակ եմ մեծ լավ ծրագրեր է ֆինանսավորել 86 ծրագրերով, որ Աբովյան խոշորացած համայնքում իրականացվում է։ Երեք խնդրանքով դիմեցինք Էդուարդ Բաբայանին, այսօր գործը տեսնում եք, անում են մարդիկ, որ ասում եմ քաղաքապետեր կան, որ իրոք մտածում են իրենց քաղաքի, իրենց բնակչի մասին, մեկը Բաբայանն է, Աբովյանի քաղաքապետը, մեկը Մասիսի քաղաքապետն էր, Դավիթ Համբարձումյանը, Ապարանի քաղաքապետը, Կարեն Եղազարյանը, մի քանի քաղաքապետեր էլ կան, որ շատ լավ են աշխատում։ Աշտարակի քաղաքապետը,
ազգանունը ոնց է Թոմասյան, հա։ Աշտարակի Շավերձան ոնց որ Աշտարակի քաղաքապետը Իս Դիլիջանի քաղաքապետը գիտեք գնացել էր հերդե մարելու իբրև թե պապիրոսը բերնի այդ քաղաքապետի համար կարելի ասել աշխարհ կանգնի իջնող կա Մի վարքյան 9